Երբ 1999 թվականի դեկտեմբերի 20-ին Սիլվայի անձնական արխիվը բացեցին, նրա աշխատասենյակի գրասեղանի վերին դարակում գտան մի փաթեթ, կարմիր թելով փակցված։ Ներսում 12 էջ ձեռագիր, գրված մեկ գիշերում, առանց ուղումների, կարծես մեկը պատմում էր այն, ինչ տեսել էր երազում։ Բայց սա երազ չէր։ Սա ցուցակ էր անունների, իրադարձությունների, ամսաթվերի, որոնք դեռ չէին տեղի ունեցել, երբ նա գրում էր դրանք։ 3 էջ բացակայում էին այդ փաթեթից, ոչ ոք չգիտի, ով է վերցրել դրանք, ինչու ինչ էր գրված այդ էջերում։ Արխիվի պահապանները հիշում են, որ երբ փաթեթը բացեցին, սենյակում այնպիսի լռություն էր, որ լսվում էր թղթի շառաչը։ Ինչու այդ փաստաթղթերը թաքցվեցին ավելի քան 30 տարի։ Ինչ գիտեր Սիլվան, ինչ մենք չգիտենք։ Եվ ամենակարևորը, ինչու նրա վերջին խոսքերը, ասված մահից 1 ժամ առաջ, այսօր հնչում են ոչ թե որպես հուշագրություն, այլ որպես զգուշացում։ Սիլվա Կապուտիկյանը երբեք չէր սիրում խոսել մահվան մասին, բայց 1999 թվականի վերջին ամիսներին նրա մոտակա շրջապատը նկատեց մի փոփոխություն, որը նրանց անհանգստացրեց։ Նա սկսեց գրել նամակներ, երկար, մանրամասն նամակներ մարդկանց, որոնց տարիներ շարունակ չէր տեսել։ Յուրաքանչյուր նամակում նա խոսում էր ոչ թե անցյալի մասին, այլ ապագայի։ Երբ ես չլինեմ, դուք կտեսնեք, թե ինչպես է այս երկիրը փոխվելու, գրում էր նա մի հին ընկերուհուն։ Կգա ժամանակ, երբ մարդիկ կհասկանան, որ ամեն ինչ, ինչ մենք կառուցել ենք, կարող է փլվել մեկ օրում, եթե մոռանանք, թե ով ենք մենք։ Նրա ընտանիքի անդամները հիշում են, որ նա սկսեց խոսել մի երազի մասին, որը կրկնվում էր գիշերը-գիշեր։ Այդ երազում նա տեսնում էր Երանը, լուսավորված, բայց դատարկ, կարծես բոլորը հեռացել էին, փողոցներում մնացել էին միայն ստվերներ։ Ինչու այս տեսիլքները այդքան հետապնդում էին նրան։ Արդյոք սա պարզապես տարեց բանաստեղծի մտահոգություններ, թե նա իսկապես տեսնում էր ինչ-որ բան, ինչ մյուսները չէին կարող տեսնել։ Նրա վերջին հանրային ելույթը տեղի ունեցավ 1999 թվականի նոյեմբերի 15-ին Գրողների միության մեծ դահլիճում։ Այնտեղ ներկա էին ավելի քան 300 մարդ, գրողներ, լրագրողներ, ուսանողներ, պաշտոնյաներ։ Սիլվան բարձրացավ բեմ, առաջին անգամ տարիների ընթացքում մարդիկ տեսան, որ նրա ձեռքերը դողում են։ Նա սկսեց խոսել ոչ թե գրականության մասին, ինչպես սպասվում էր, այլ պատասխանատվության մասին։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ յուրաքանչյուր խոսք կարող է դառնալ անեծք կամ օրհնություն, ասաց նա, նրա ձայնը լցվեց դահլիճը այնպես, որ ոչ ոք չշարժվեց։ Ես տեսել եմ, թե ինչպես են ազգերը կորչում ոչ թե պատերազմներում, այլ մոռացության մեջ։ Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ դառնում օտարներ իրենց սեփական հողում։ Հենց այդ պահին նա դադար արեց, նայեց դահլիճին, ասաց մի բան, որը ոչ ոք չէր սպասում լսել։ Եթե մենք չպահպանենք այն, ինչ մեզ միավորում է, մեր երեխաները կապրեն այնպիսի Հայաստանում, որտեղ նրանք կլինեն հյուրեր, ոչ թե տերեր։ Դահլիճում տիրեց լռություն, որը տեց ամբողջ 30 վայրկյան, հետո մարդիկ սկսեցին ծափահարել, բայց դա ծափահարություն չէր, դա ճանաչում էր, որ նրանք հասկացան ինչ-որ բան, ինչ-որ խորը, անհանգստացնող ճշմարտություն։ Բայց ամենաեական խոսքերը Սիլվան ասաց ոչ թե բեմից, այլ իր տանը, մահից 1 ժամ առաջ։ Այդ պահին նրա հետ էին միայն 2 մարդ, նրա դուստրը մի հին ընկերուհի, ով եկել էր այցելության։ Նրանք նստած էին հյուրասենյակում, խմում էին թեյ, Սիլվան հանկարծ դադարեցրեց խոսակցությունը։ Նա նայեց պատուհանից դեպի Արարատը, որը երում էր հեռվում, ասաց. Գիտեք, ինչ է ամենավատը։ Ամենավատը չէ մեռնելը։ Ամենավատը մեռնելն է, իմանալով, որ քո ժողովուրդը մոռացել է, թե ինչու է ապրում։ Նրա դուստրը փորձեց փոխել թեման, բայց Սիլվան շարունակեց. Ես տեսել եմ մի երազ, որտեղ մեր երկիրը լի էր մարդկանցով, ովքեր խոսում էին մեր լեզվով, բայց չէին հասկանում մեր խոսքերը։ Նրանք ապրում էին մեր տներում, բայց չէին հիշում, թե ով է կառուցել այդ տները։ Հենց այդ պահին նա դարձավ դեպի իր ընկերուհին, ասաց մի բան, որը հետո կրկնվեց բազմիցս, բայց երբեք չհասկացվեց ամբողջությամբ։ Եթե նրանք չլսեն այս զգուշացումը, ապա յուրաքանչյուր սերունդ կվճարի ավելի թանկ գին, քան նախորդը։
Եվ մի օր կգա, երբ գինը կլինի այնքան բարձր, որ ոչ ոք չի կարողանա վճարել այն։ Ինչ նկատի ուներ նա այդ խոսքերով։ Որ զգուշացման մասին էր խոսում։ Եվ ինչու այդ խոսքերը ասված 1999 թվականին այսօր հնչում են այնքան ակտուալ, կարծես ասված են երեկ։ Սիլվա Կապուտիկյանի կյանքը եղել է լի հակասություններով, որոնք նա երբեք չի փորձել թաքցնել։ Նա ծնվել է 1924 թվականին Սպիտակ քաղաքում, մի ընտանիքում, որտեղ գրքերը գնահատվում էին ավելի, քան ոսկին։ Նրա հայրը ուսուցիչ ունեցել է մի անձնական գրադարան, ավելի քան 500 հատոր, ինչը այն ժամանակների համար համարվում էր անհավատալի հարստություն։ Բայց այդ գրքերը չէին կարող պաշտպանել ընտանիքը այն ամենից, ինչ եկավ հետո։ 1937 թվականին, երբ Սիլվան 13 տարեկան էր, նրա հայրը ձերբակալվեց գիշերվա մեջ։ Մեղադրանքը, ժողովրդի թշնամի, ապացույցը, նրա գրադարանում գտնված մի գիրք, որը համարվում էր արգելված։ Ընտանիքը երբեք այլս չտեսավ նրան։ Սիլվան մնաց մոր հետ, նրանք տեղափոխվեցին Երան, որտեղ ապրեցին մի փոքրիկ սենյակում, որը բաժանում էին երկու ընտանիքների հետ։ Այդ սենյակում գիշերները, երբ բոլորը քնած էին, Սիլվան գրում էր իր առաջին բանաստեղծությունները մոմի լույսի տակ, թղթի կտորների վրա, որոնք գտնում էր փողոցում։ Նա երբեք չխոսեց այդ տարիների մասին հանրայնորեն, բայց նրա մոտակա ընկերները գիտեին, որ յուրաքանչյուր անգամ, երբ նա տեսնում էր ձերբակալված մարդու, նրա աչքերում երում էր մի ցավ, որը խոսքերով չէր կարելի արտահայտել։ 1925 թվականին Սիլվան ավարտեց համալսարանը, դարձավ ուսուցչուհի, ճիշտ այնպես, ինչպես իր հայրը։ Բայց նա չէր ուզում լինել պարզապես ուսուցչուհի, նա ուզում էր լինել ձայն, որը կխոսի նրանց անունից, ովքեր չեն կարող խոսել։ Նրա առաջին բանաստեղծությունների ժողովածուն հրատարակվեց 1928 թվականին, այն անմիջապես դարձավ սենսացիա։ Քննադատները գրում էին, որ Սիլվայի բանաստեղծությունները խոսում են այնպիսի լեզվով, որը հասկանալի է ամեն մի հայի սրտին։ Բայց ոչ բոլորը գիտեին, որ այդ բանաստեղծությունների յուրաքանչյուր տող գրված էր ցավի միջով։ Նրա ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Ես իմ անուշ Հայաստանի» դարձավ հիմն, որը երգում էին դպրոցներում, բայց քչերը գիտեին, որ այն գրվել է մի գիշերում, երբ Սիլվան լսել էր, որ նրա մի հին ընկերուհի արտաքսվել է Սիբիր։ Յուրաքանչյուր տող այդ բանաստեղծության մեջ էր ոչ թե պարզապես սեր դեպի հայրենիք, այլ աղերս չմոռանալ, չհեռանալ, չդավաճանել։ Բայց Սիլվայի կյանքում եղավ մի պահ, որը փոխեց ամեն ինչ, այդ պահը եկավ 1968 թվականին։ Այդ տարի նա ստացավ հրավեր մասնակցելու միջազգային գրողների համագումարին Մոսկվայում։ Այնտեղ նա հանդիպեց մի մարդու, ով ներկայացավ որպես մշակութային փոխանակման համակարգող, բայց Սիլվան անմիջապես հասկացավ, որ այդ մարդը աշխատում էր ավելի լուրջ կառույցի համար։ Այդ մարդը, որի անունը երբեք չհրապարակվեց, առաջարկեց Սիլվային մի գործարք։ Դուք կարող եք շարունակել գրել ձեր բանաստեղծությունները, ճանապարհորդել աշխարհով, ստանալ պարտքներ, ասաց նա։ Բայց դուք պետք է հասկանաք, որ յուրաքանչյուր խոսք, որը դուք ասում եք հանրայնորեն, պետք է լինի ճիշտ խոսք։ Սիլվան հարցրեց. «Ինչ է նշանակում ճիշտ խոսք»։ Այդ մարդը ժպտաց. «Դուք կիմանաք, երբ ժամանակը գա»։ Սիլվան մերժեց այդ առաջարկը, բայց նա գիտեր, որ այդ մերժումը կունենա հետանքներ։ Հաջորդ տարի նրա երկու նոր բանաստեղծությունների ժողովածուները մերժվեցին հրատարակչության կողմից առանց բացատրության։ Նրա ճանապարհորդությունները արտերկիր դադարեցվեցին։ Նրան հրավիրեցին զրույցի ներքին գործերի կոմիտե, որտեղ նրան հարցրեցին, արդյոք նա հավատարիմ է սովետական իշխանությանը։ Սիլվան պատասխանեց. «Ես հավատարիմ եմ ճշմարտությանը»։ Այդ պատասխանը գրանցվեց նրա անձնական գործում, այդ օրվանից սկսած նա դարձավ հսկվող անձ։ 1970 թվականներին Սիլվան դարձավ ավելի քան պարզապես բանաստեղծ, նա դարձավ խորհրդանիշ։ Երբ նա խոսում էր, մարդիկ լսում էին ոչ թե բանաստեղծության տողեր, այլ ազգի խիղճը։ Բայց այդ դերը ուներ իր գինը։ Նրա տունը հսկվում էր 24 ժամ։ Նրա հեռախոսազրույցները գրանցվում էին։ Նրա նամակները բացվում էին նախքան հասնելը ստացողին։
Սիլվան գիտեր այս ամենի մասին, բայց նա շարունակեց գրել, շարունակեց խոսել, շարունակեց լինել այն ձայնը, որը չէր կարող լռեցվել։ Նրա մոտակա ընկերներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ 1976 թվականին։ Սիլվան ինձ ասաց, որ նա գիտի, իր յուրաքանչյուր քայլը հետվում է, բայց նա չի կարող դադարել, որովհետև եթե նա դադարի, ապա ով կխոսի նրանց անունից, ովքեր վախենում են խոսել։ Այդ խոսքերը բնութագրում են Սիլվա Կապուտիկյանին ավելի լավ, քան ցանկացած կենսագրություն։ Բայց կար մի մարդ Սիլվայի կյանքում, ով դարձավ նրա ամենամեծ թշնամին, այդ մարդը չէր գալիս արտաքինից։ Նա գալիս էր ներսից, գրական շրջանակներից, մի մարդ, ում Սիլվան համարում էր ընկեր-դաշնակից։ Այդ մարդու անունը Գորգ Էմին, ով նույնպես էր հայտնի բանաստեղծ, ում Սիլվան օգնել էր իր կարիերայի սկզբում։ 1978 թվականին, երբ Սիլվան հրապարակավ, քննադատեց մի պաշտոնական որոշում, որը սահմանափակում էր հայերենի օգտագործումը պետական հաստատություններում, Էմինը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, որտեղ մեղադրեց Սիլվային ազգայնականության մեջ, սովետական իշխանության դեմ դիրքորոշման մեջ։ Այդ հայտարարությունը հրապարակվեց գրական թերթ Պարբերականում, ստորագրվեց ոչ միայն Էմինի, այլ 10 այլ գրողների կողմից։ Սիլվան երբեք հանրայնորեն չպատասխանեց այդ մեղադրանքներին, բայց նրա մոտակա շրջապատը հիշում է, որ այդ օրը նա փակվեց իր սենյակում, չելավ ամբողջ օրը։ Երբ նրա դուստրը մտավ ներս, նա տեսավ, որ Սիլվան նստած է իր գրասեղանի մոտ, լացում է, առանց ձայնի, առանց շարժման, պարզապես արցունքները հոսում էին նրա դեմքով։ Ամենավատը չէ թշնամիների հարվածը, ասաց նա։ Ամենավատը ընկերների դավաճանությունն է։ Այդ օրվանից սկսած Սիլվան Էմինը երբեք այլս չխոսեցին միմյանց հետ, բայց նրանց հակամարտությունը դարձավ խորհրդանիշ ավելի խորը բաժանման նրանց միջ, ովքեր պատրաստ էին ճշմարտությունը փոխանակել անվտանգության, նրանց միջ, ովքեր ընտրեցին ճշմարտությունը, անկախ գնից։ 1988 թվականը եղավ նոր սկիզբ Սիլվայի համար, բայց նա նոր փորձություն։ Պերեստրոյկան բացեց դռներ, որոնք տասնամյակներ շարունակ փակ էին եղել, Սիլվան օգտվեց այդ հնարավորությունից, խոսելու ավելի բարձր ձայնով։ Նա դարձավ Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, նրա ելույթները թատրոնի հրապարակում հավաքում էին տասնյակ հազարավոր մարդկանց։ Բայց այդ ակտիվությունը նա դարձրեց նրան թիրախ նրանց համար, ովքեր չէին ուզում փոփոխություններ։ 1989 թվականի փետրվարին Սիլվան ստացավ անանուն նամակ, որտեղ գրված էր. «Դադարեցրու խոսել, կամ քո ընտանիքը կվճարի գինը»։ Նա ցույց տվեց այդ նամակը իր դստերը, նրանք խնդրեցին նրան դադարեցնել հանրային ելույթները, գոնե ժամանակավորապես։ Սիլվան մերժեց. «Եթե ես լռեմ հիմա, ապա ինչու համար եմ ապրել այս բոլոր տարիները», ասաց նա։ Ինձ համար ավելի լավ է մեռնել, խոսելով ճշմարտությունը, քան ապրել, լռելով։ Այդ խոսքերը ապացուցեցին, որ Սիլվա Կապուտիկյանը ոչ միայն բանաստեղծ էր, այլ մարդ, ով հասկանում էր, որ ազատությունը ունի գին, նա պատրաստ էր վճարել այդ գինը։ Բայց ամենաէական փոփոխությունը Սիլվայի կյանքում եկավ 1991 թվականին, երբ Հայաստանը դարձավ անկախ։ Այդ օրը, երբ հայտարարվեց անկախությունը, Սիլվան նստած էր իր տանը, դիտում էր հեռուստացույցը, երբ լսեց այդ լուրը, նա ոտքի ելավ, սկսեց երգել հայրենի երգ, որը նրա մայրը երգում էր նրան, երբ նա երեխա էր։ Նրա դուստրը հիշում է, որ այդ պահին Սիլվայի դեմքը փայլում էր այնպիսի ուրախությամբ, որը նա չէր տեսել տարիներ շարունակ։ Բայց այդ ուրախությունը չտեց երկար։ Շուտով Սիլվան սկսեց տեսնել, որ անկախությունը բերեց ոչ միայն ազատություն, այլ նոր խնդիրներ, տնտեսական ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ, պատերազմ Արցախում։ Նա տեսավ, թե ինչպես են մարդիկ հեռանում երկրից, փնտրելով ավելի լավ կյանք, այդ տեսարանը կոտրեց նրա սիրտը։ Մենք պայքարեցինք անկախության համար, բայց մենք չպայքարեցինք այն բանի համար, որ մարդիկ մնան այստեղ, ասաց նա մի հարցազրույցում 1992 թվականին։ Ինչ օգուտ ունի անկախությունը, եթե մեր երեխաները ապրում են օտար երկրներում։ Այդ խոսքերը հնչեցին որպես մեղադրանք, բայց նա որպես ցավ մի մարդու, ով տեսավ իր երազանքը իրականանում, բայց ոչ այնպես, ինչպես նա երազել էր։
1995 թվականին Սիլվայի առողջությունը սկսեց վատանալ։ Նա ունեցավ առաջին սրտի նոպա, բժիշկները նախազգուշացրին, որ նա պետք է հանգստանա, խուսափի սթրեսից, դադարեցնի հանրային ելույթները։ Բայց Սիլվան չլսեց։ Նա շարունակեց գրել, շարունակեց հանդիպել երիտասարդ գրողների հետ, շարունակեց խոսել հեռուստատեսությամբ։ Նրա մոտակա ընկերներից մեկը հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ 1996 թվականին։ Ես հարցրի Սիլվային, ինչու՞։ Նա չի հանգստանում, նա ինձ պատասխանեց. որովհետև ես չունեմ ժամանակ։ Ես պետք է ասեմ այն, ինչ պետք է ասել, մինչ չուշանամ։ Ես հարցրի, ինչի՞։ Համար է նա վախենում ուշանալուց, նա ինձ նայեց այնպիսի հայացքով, որը ես երբեք չեմ մոռանա։ Որովհետև ես տեսնում եմ, թե ինչ է գալիս, ես պետք է զգուշացնեմ նրանց, ովքեր դեռ կարող են լսել։ Ինչ էր տեսնում Սիլվան։ Ինչ էր այդ սպառնալիքը, որը նա զգում էր այնքան ուժեղ, որ պատրաստ էր զոհել իր առողջությունը, զգուշացնելու մարդկանց։ 1999 թվականի վերջին ամիսներին Սիլվան սկսեց խոսել մի թեմայի մասին, որը նախկինում երբեք չէր շոշափել այդքան բացահայտ, հոգոր ճգնաժամի մասին։ Նա ասում էր, որ Հայաստանը կորցնում է ոչ թե տարածք, ոչ թե ռեսուրսներ, այլ ինչ-որ ավելի կարևոր բան՝ իր հոգին։ Երբ ազգը կորցնում է իր հոգին, նա դառնում է պարզապես մարդկանց խումբ, ովքեր ապրում են նույն տարածքում, ասաց նա մի հարցազրույցում։ Բայց նրանք այլս ազգ չեն։ Այդ խոսքերը շատերը ընկալեցին որպես մռայլ տեսություն, բայց Սիլվան պնդում էր, որ սա ոչ թե տեսություն է, այլ զգուշացում։ Նա սկսեց խոսել մի բանի մասին, որը նա անվանում էր հիշողության կորուստ։ Մենք մոռանում ենք մեր պատմությունը, մոռանում ենք մեր նահատակներին, մոռանում ենք, թե ինչու ենք մենք այստեղ, ասաց նա։ Եվ երբ մենք մոռանում ենք այս ամենը, մենք դառնում ենք հեշտ թիրախ նրանց համար, ովքեր ուզում են մեզ ոչնչացնել։ Այս խոսքերը հնչեցին որպես զգուշացում, բայց նա որպես անեծք նրանց վրա, ովքեր մոռանում են, ովքեր արամարում են, ովքեր դավաճանում են։ 1999 թվականի դեկտեմբերի 19-ը Սիլվան զգաց, որ ինչ-որ բան փոխվում է նրա մեջ։ Նա զանգահարեց իր դստերը, խնդրեց նրան գալ։ Երբ նրանք եկան, Սիլվան նստած էր իր սիրելի աթոռին, նայում էր պատուհանից, լռում էր։ Նրա դուստրը հարցրեց. «Արդյոք ամեն ինչ լավ է»։ Սիլվան դանդաղ շրջվեց դեպի նրան։ «Ես ուզում եմ, որ դու գիտենաս մի բան», ասաց նա։ «Ամեն ինչ, ինչ ես գրել եմ, ամեն ինչ, ինչ ես ասել եմ, եղել է ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար, ձեր սերնդի համար, ձեր երեխաների սերնդի համար»։ Նա դադարեց, շնչեց խորը, շարունակեց. «Բայց ես վախենում եմ, որ դուք չեք լսել։ Ես վախենում եմ, որ իմ խոսքերը կմնան պարզապես խոսքեր, երբ կգա ժամանակը, երբ դուք կհասկանաք, թե ինչ եմ ես ուզել ասել, կլինի արդեն ուշ»։ Նրա դուստրը փորձեց նրան հանգստացնել, բայց Սիլվան շարունակեց. «Խոստացիր ինձ մի բան», ասաց նա։ «Խոստացիր, որ դու երբեք չես մոռանա, թե ով ես դու, որտեղից ես դու եկել, ինչու ես դու այստեղ»։ Այդ խոսքերը եղան Սիլվա Կապուտիկյանի վերջին խոսքերը իր դստերը։ Մեկ ժամ անց նա մահացավ, խաղաղ, լուռ, կարծես պարզապես մտավ քուն, որից երբեք չարթնացավ։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Երբ Սիլվայի անձնական արխիվը բացվեց, այդ կարմիր փաթեթը գտնվեց, մարդիկ սկսեցին հասկանալ, որ Սիլվան տեսել էր ինչ-որ բան, ինչ նրանք չէին տեսնում։ Այդ 12 էջերում, գրված նրա ձեռագրով, կային նկարագրություններ իրադարձությունների, որոնք տեղի ունեցան տարիներ անց նրա մահից։ Կային անուններ մարդկանց, ովքեր դեռ չէին դարձել հայտնի, երբ նա գրում էր դրանք։ Կային նկարագրություններ ճգնաժամերի, որոնք դեռ չէին սկսվել։ Ինչպես էր սա հնարավոր։ Արդյոք Սիլվան ուներ մի տեսակ նախազգացում, կամ նա պարզապես այնքան խորը հասկանում էր իր ժողովրդին, որ կարողանում էր կանխատեսել ապագան։ Բայց ամենազարմանալին այն էր, որ 3 էջ բացակայում էին այդ փաթեթից։ Ո՞վ էր վերցրել դրանք։ Ե՞րբ էին դրանք վերցվել։ Եվ ամենակարևորը, ինչ էր գրված այդ բացակայող էջերում, որ դրանք պետք է թաքցվեին։ Արդյոք այդ էջերում կային անուններ, որոնք չպետք է հրապարակվեին։
Արդյոք այնտեղ կային իրադարձություններ, որոնք դեռ չեն տեղի ունեցել, բայց որոնք կարող են տեղի ունենալ։ Եվ եթե այդպես է, ապա ո՞վ է այսօր պահում այդ էջերը, ինչու՞։ Երբ Սիլվա Կապուտիկյանի մարմինը տեղափոխվեցին Երանյարամ Խաչատրյանի անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճ, բժիշկները, ովքեր կատարեցին վերջին զննումը, նկատեցին մի բան, որը նրանց խորապես անհանգստացրեց։ Սիլվայի բժշկական քարտում, որը պահվում էր խիստ գաղտնիության մեջ, կար մի գրառում, որը չհամապատասխանում էր պաշտոնական մահվան պատճառին։ Այդ գրառումը, կատարված նրա անձնական բժշկի կողմից ընդամենը 3 շաբաթ առաջ, նշում էր անսովոր բարձր մակարդակ մի նյութի, որը սովորաբար չի հայտնաբերվում բնական հիվանդությունների ժամանակ։ Բժիշկը, ով այսօր խոսում է անանուն մնալու պայմանով, հիշում է, թե ինչպես է նա փորձել զրուցել Սիլվայի հետ այդ արդյունքների մասին, բայց նա մերժեց ցանկացած լրացուցիչ հետազոտություն։ Նա ինձ ասաց, ես գիտեմ, թե ինչ է կատարվում իմ մարմնի հետ, ես ընդունել եմ դա, հիշում է բժիշկը, նրա ձայնը դեռս դողում է 35 տարի անց։ Բայց ինչու Սիլվան մերժեց բուժումը։ Ինչ էր նա գիտում, ինչ մենք չգիտենք։ Եվ ամենակարևորը, արդյոք նրա մահը իսկապես բնական էր, թե ինչ որ մեկը ուզում էր, որ նա լռի ընդմիշտ։ Այսօր, երբ բժշկական արխիվները դարձան հասանելի, մենք տեսնում ենք փաստաթղթեր, որոնք վկայում են մի պատմության մասին, որը տասնամյակներ շարունակ թաքցվել է հանրությունից։ Սիլվայի վերջին ամիսները լի էին խորհրդավոր իրադարձություններով, որոնք նրա ընտանիքը երբեք չկարողացավ բացատրել։ 1999 թվականի սեպտեմբերին նա սկսեց ստանալ հեռախոսազանգեր, ուշ գիշերները, երբ բոլորը քնած էին։ Նրա դուստրը, ով ապրում էր նրա հետ, հիշում է, թե ինչպես էր նա արթնանում կեսգիշերին հեռախոսի զանգից, լսում էր մոր ձայնը, խոսելով ցածր, գրեթե շշուկով։ Երբ նա հարցնում էր առավոտյան, ով էր զանգահարել, Սիլվան միշտ տալիս էր նույն պատասխանը՝ հին ընկեր։ Բայց մի գիշեր դուստրը որոշեց լսել զրույցը, լսեց մի բան, որը նրան սառեցրեց։ Սիլվան ասում էր. «Ես չեմ վախենում ձեր սպառնալիքներից։ Ես արդեն ասել եմ այն, ինչ պետք է ասել, եթե դուք կարծում եք, որ կարող եք ինձ դադարեցնել, դուք սխալվում եք»։ Ո՞վ էր սպառնում Սիլվային։ Ինչից էին նրանք վախենում։ Եվ ինչու այդ սպառնալիքները սկսվեցին հենց այն ժամանակ, երբ նա սկսեց խոսել իր վերջին տեսիլքների մասին։ 1999 թվականի հոկտեմբերին Սիլվան հրավիրվեց մի փակ հանդիպման, որը կազմակերպվել էր Գրողների միության շենքում։ Այդ հանդիպմանը ներկա էին միայն 10 մարդ, բոլորը հայտնի գրողներ, մտավորականներ, նրանց խնդրվեց քննարկել ազգային անվտանգության հարցեր։ Մի մասնակից, ով այսօր խոսում է առաջին անգամ, հիշում է, թե ինչպես Սիլվան բարձրացավ, սկսեց խոսել մի բանի մասին, որը բոլորին ցնցեց։ Նա ասաց, որ ստացել է տեղեկություններ, կա մի խումբ մարդկանց, ովքեր պլանավորում են օգտագործել ազգային շարժումը իրենց անձնական նպատակների համար։ Նրանք չեն հոգում Հայաստանի մասին, ասաց Սիլվան։ Նրանք հոգում են միայն իշխանության փողի մասին։ Նա նույնիսկ նշեց մի քանի անուններ, երբ այդ անունները հնչեցին, սենյակում տիրեց այնպիսի լռություն, որ կարելի էր լսել սրտերի բաբախյունը։ Մի քանի օր անց Սիլվային կանչեցին զրույցի մի վայր, որտեղ նրան ասացին, որ նա սխալ է հասկացել իրավիճակը, պետք է ավելի զգույշ լինի իր հայտարարություններում։ Բայց Սիլվան չդադարեցրեց խոսելը։ Նա շարունակեց հանդիպումներ ունենալ երիտասարդ ակտիվիստների հետ, շարունակեց գրել իր հոդվածները, շարունակեց զգուշացնել բոլորին, ովքեր պատրաստ էին լսել։ Նրա վերջին հանրային ելույթը, որը տեղի ունեցավ 1999 թվականի նոյեմբերի 25-ին, դարձավ նրա կտակը։ Այդ օրը թատրոնի հրապարակում հավաքվել էին ավելի քան 50,000 մարդ, պահանջելով Արցախի միացում Հայաստանին։ Սիլվան բարձրացավ բեմ, երբ մարդիկ տեսան նրան, նրանք սկսեցին ծափահարել այնպիսի ուշքնությամբ, որ ծափահարությունը տեց ամբողջ 5 րոպե։ Սիլվան սպասեց, մինչ լռություն տիրեց, հետո սկսեց խոսել։ Նրա ձայնը, թե թույլ ֆիզիկապես, հնչում էր այնպիսի ուժով, որ յուրաքանչյուր խոսք հասնում էր հրապարակի ամենահեռավոր անկյուններին։ Այսօր մենք կանգնած ենք պատմական խաչմերուկում, ասաց նա։
Մենք կարող ենք ընտրել ճանապարհը դեպի ազատություն արժանապատվություն, կամ մենք կարող ենք ընտրել ճանապարհը դեպի ստրկություն ամոթ։ Նա դադարեց, նայեց ամբոխին շարունակեց. Բայց ես ուզում եմ, որ դուք հիշեք մի բան. ազատությունը չի գալիս անվճար։ Ազատությունը պահանջում է զոհողություն, պահանջում է քաջություն, պահանջում է, որ մենք պատրաստ լինենք վճարել գինը։ Հետո նա ասաց մի բան, որը շատերը չհասկացան այդ պահին, բայց որը հետագայում ձեռք բերեց սարսափելի իմաստ։ Եվ ես վախենում եմ, որ այդ գինը կլինի ավելի բարձր, քան մենք կարող ենք պատկերացնել։ Բայց ամենազարմանալին եղավ այն, ինչ տեղի ունեցավ այդ ելույթից հետո։ Երբ Սիլվան իջավ բեմից, նրան մոտեցավ մի մարդ, ում նա չէր ճանաչում։ Այդ մարդը ներկայացավ որպես լրագրող, խնդրեց կարճ հարցազրույց։ Սիլվան համաձայնեց, նրանք գնացին մի հանգիստ անկյուն։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ 5 րոպեների ընթացքում, երբեք չգրանցվեց որևէ տեսախցիկով։ Սիլվայի անձնական ուղեկցորդը, ով կանգնած էր մոտակայքում, հիշում է, որ տեսավ, թե ինչպես այդ լրագրողը ցույց տվեց Սիլվային մի փաստաթուղթ, նրա դեմքը հանկարծ դարձավ սպիտակ։ Նա տեսավ, թե ինչպես Սիլվան սկսեց ասել ինչ-որ բան, բայց այդ մարդը ընդհատեց նրան շշուկով ասած մի բան, որը ստիպեց Սիլվային լռել։ Հետո այդ մարդը հեռացավ, Սիլվան մնաց կանգնած, անշարժ, նայելով նրա հետից։ Երբ ուղեկցորդը մոտեցավ, հարցրեց. «Արդյոք ամեն ինչ լավ է», Սիլվան պարզապես ասաց. «Մենք պետք է գնանք տուն»։ Հիմա։ Ամբողջ ճանապարհին նա լռեց, երբ հասան տուն, նա անմիջապես գնաց իր սենյակ, փակեց դուռը։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչ փաստաթուղթ ցույց տվեց նա Սիլվային։ Եվ ինչու այդ հանդիպումից հետո Սիլվան դարձավ այնքան փակ անհանգիստ։ 1999 թվականի դեկտեմբերի սկզբին Սիլվայի վարքագիծը դարձավ ավելի էլ տարօրինակ։ Նա սկսեց այրել թղթեր, իր անձնական փաստաթղթեր, նամակներ, նախագծեր։ Նրա դուստրը փորձեց կանգնեցնել նրան, բայց Սիլվան պնդեց. «Կան բաներ, որոնք չպետք է մնան իմ մահից հետո», ասաց նա։ «Կան գաղտնիքներ, որոնք պետք է մնան գաղտնիք»։ Բայց նա չայրեց ամեն ինչ։ Այդ կարմիր փաթեթը, որը հետագայում գտնվեց նրա արխիվում, նա թաքցրեց հատուկ վայրում, իր գրասեղանի գաղտնի դարակում, որի մասին գիտեին միայն նրա ամենամոտ մարդիկը։ Ինչու նա պահպանեց հենց այդ փաստաթղթերը։ Ինչ էր այնքան կարևոր այդ 12 էջերում, որ նա ուզում էր, որ դրանք գտնվեն, բայց միայն ճիշտ ժամանակին։ Եվ ով վերցրեց այդ 3 բացակայող էջերը, երբ Սիլվայի անձնական բժիշկը, ով այսօր համաձայնվեց խոսել անանուն մնալու պայմանով, հիշում է մի այց, որը կատարեց 1999 թվականի դեկտեմբերի 12-ին։ Սիլվան զանգահարել էր նրան, խնդրել էր գալ անհապաղ։ Երբ բժիշկը հասավ, նա գտավ Սիլվային նստած իր աշխատասենյակում, բռնած մի շիշ դեղորայք։ «Ես ուզում եմ, որ դուք ինձ ասեք ճշմարտությունը», ասաց Սիլվան։ «Այս դեղերը, որոնք դուք տվել եք ինձ անցյալ շաբաթ, դրանք իսկապես սրտի համար են»։ Բժիշկը շփոթվեց այդ հարցից։ «Իհարկե, դրանք սրտի համար են», պատասխանեց նա։ Բայց Սիլվան շարունակեց հարցնել. «Եվ եթե ես վերցնեմ դրանք ավելի շատ, քան դուք նշանակել եք, ինչ կլինի»։ Բժիշկը բացատրեց, որ գերդոզան կարող է լինել վտանգավոր, նույնիսկ մահացու։ Սիլվան լռեց մի պահ, հետո ասաց. «Հասկանում եմ»։ Բժիշկը հարցրեց. «Ինչու է նա հարցնում այս ամենը»։ Սիլվան պարզապես ժպտաց, տխուր, հոգնած ժպիտ։ «Որովհետև ես ուզում եմ իմանալ իմ ընտրանքները», ասաց նա։ Այդ զրույցից 3 օր անց Սիլվան մահացավ։ Արդյոք սա պարզապես համընկնում էր, թե Սիլվան գիտեր ինչ-որ բան, ինչ մենք դեռ չգիտենք։ Բայց կար մեկ մարդ, ով տեսավ Սիլվային նրա վերջին օրերին, այդ մարդու վկայությունը կարող է լինել ամենակարևորը։ Այդ մարդը Սիլվայի հին ընկերուհի, ով այցելեց նրան մահից 2 օր առաջ։ Նա հիշում է, թե ինչպես Սիլվան նստեցրեց նրան, տվեց թեյ, սկսեց խոսել այնպես, կարծես գիտեր, որ սա նրանց վերջին զրույցն է։ «Ես ուզում եմ, որ դու ինչ-որ բան իմանաս», ասաց Սիլվան։
Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, մարդիկ սկսեն հարցեր տալ, ես ուզում եմ, որ դու նրանց ասես, ես մեռա խաղաղ, բայց ոչ անակնկալ։ Ընկերուհին չհասկացավ այդ խոսքերի իմաստը, հարցրեց, ինչու է նա այդպես խոսում։ Սիլվան նայեց նրան, ասաց. Որովհետև կան մարդիկ, ովքեր կուզենան, որ իմ մահը թվա անակնկալ, բայց ես գիտեմ, որ այն չէ։ Ես տեսել եմ դա գալիս։ Հետո նա տվեց ընկերուհուն մի փոքր ծրար, փակցված կնքված։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, բաց դա 1 տարի անց, ասաց նա։ Ոչ շուտ, ոչ ուշ։ Հենց 1 տարի անց։ Ընկերուհին վերցրեց ծրարը, բայց երբ Սիլվան մահացավ, նա այնքան ցնցված էր, որ մոռացավ այդ ծրարի մասին։ Երբ նա հիշեց դա, արդեն անցել էր 2 տարի։ Նա բացեց ծրարը, ներսում գտավ մի նամակ, գրված Սիլվայի ձեռագրով։ Այդ նամակում Սիլվան գրել էր. Եթե դու կարդում ես սա, նշանակում է, ես արդեն չկամ։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, իմ մահը չէր պատահական։ Կային մարդիկ, ովքեր ուզում էին, որ ես լռեմ, նրանք ստացան այն, ինչ ուզում էին։ Բայց նրանք չեն կարող լռեցնել ճշմարտությունը։ Ճշմարտությունը կգտնի իր ճանապարհը, նույնիսկ եթե դա տի տասնամյակներ։ Ո՞վ էին այդ մարդիկը, ովքեր ուզում էին Սիլվայի լռությունը։ Ինչ ճշմարտություն էր նա պահպանում։ Եվ արդյոք այդ ճշմարտությունը դեռ թաքնված է, սպասելով, որ մեկը գտնի այն։ Երբ Սիլվա Կապուտիկյանի թաղման արարողությունը տեղի ունեցավ 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, ավելի քան 100,000 մարդ եկավ հրաժեշտ տալու նրան։ Փողոցները լցված էին մարդկանցով, ովքեր լացում էին, երգում էին նրա սիրած երգերը, կարդում էին նրա բանաստեղծությունները։ Բայց մի փոքր խումբ մարդիկ, ովքեր կանգնած էին հեռվից, չէին լացում։ Նրանք պարզապես դիտում էին, նրանց դեմքերին չկար ոչ մի հույս։ Ո՞վ էին այդ մարդիկը։ Ինչու էին նրանք այնտեղ։ Եվ ինչու, երբ արարողությունը ավարտվեց, բոլորը հեռացան, այդ մարդիկը մնացին դեռ մի քանի ժամ, կարծես սպասելով ինչ-որ բանի։ Մի վկա, ով տեսավ այդ տեսարանը, հիշում է, որ նրանցից մեկը խոսում էր հեռախոսով, ասում էր. Այո, ամեն ինչ ավարտված է։ Նա այլս խնդիր չէ։ Այդ խոսքերը հնչեցին ոչ թե որպես վիշտ, այլ որպես հաղորդում, սառը, անզգայուն հաղորդում։ Բայց Սիլվա Կապուտիկյանի պատմությունը չավարտվեց նրա մահով։ Տարիներ անց, երբ Հայաստանը անցավ նոր ճգնաժամերի միջով, տնտեսական փլուզում, էներգետիկ ճգնաժամ, նոր պատերազմներ, մարդիկ սկսեցին հիշել Սիլվայի վերջին խոսքերը։ Նրանք սկսեցին հասկանալ, որ այն, ինչ նա ասում էր, չէր պարզապես մռայլ տեսություն, այլ զգուշացում, որը նրանք չլսեցին ժամանակին։ Երիտասարդ սերունդը, ով չէր ճանաչում Սիլվային անձամբ, սկսեց կարդալ նրա բանաստեղծությունները, լսել նրա ելույթների ձայնագրությունները, նրանք զարմացան, թե որքան ակտուալ էին այդ խոսքերը այսօր։ Կարծես Սիլվան խոսում էր ոչ թե իր սերնդին, այլ մեզ, ովքեր ապրում ենք այսօր, ովքեր դեմ ենք կանգնած նույն ընտրությանը, որը նա տեսավ գալիս։ 1999 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ Սիլվայի արխիվը բացվեց, այդ կարմիր փաթեթը գտնվեց, արխիվի պահապանները կանչեցին մի փորձագետի, ուսումնասիրելու այդ փաստաթղթերը։ Այդ փորձագետը, ով այսօր պրոֆեսոր է համալսարանում, հիշում է, թե ինչպես նա նստեց, սկսեց կարդալ այդ 12 էջերը։ Առաջին էջում Սիլվան գրել էր. Այս տողերը ես գրում եմ 1999 թվականի օգոստոսի 15-ին, գիշերվա 2 ժամին։ Ես չգիտեմ, թե երբ կգտնվեն այս տողերը, բայց ես հուսով եմ, որ երբ դրանք գտնվեն, դեռ չի լինի ուշ։ Հետո նա սկսեց նկարագրել իրադարձություններ, որոնք, ըստ նրա, պետք է տեղի ունենային հաջորդ տարիներին։ Նա գրեց Սովետական Միության փլուզման մասին, գրեց Հայաստանի անկախության մասին, գրեց տնտեսական ճգնաժամի մասին։ Բայց ամենազարմանալին այն էր, որ նա գրեց անուններ մարդկանց, ովքեր, ըստ նրա, կդառնային դավաճաններ, ազգի թշնամիներ։ Փորձագետը, երբ կարդաց այդ անունները, չէր կարող հավատալ իր աչքերին։ Որոշ անուններ էին մարդկանց, ովքեր այդ ժամանակ դեռ անհայտ էին, բայց ովքեր հետագայում դարձան հայտնի քաղաքական գործիչներ։ Ինչպես էր Սիլվան իմանում այդ անունները։
Ինչպես էր նա կարող կանխատեսել, թե ովքեր կդառնան դավաճաններ, երբ այդ մարդիկը դեռ չէին ունեցել որևէ իշխանություն։ Բայց ամենախորհրդավորը եղավ այն, ինչ գրված էր վերջին էջում, էջ 12-ում։ Այնտեղ Սիլվան գրել էր. Ես տեսնում եմ մի ապագա, որտեղ Հայաստանը կորցնում է իր հողերը ոչ թե պատերազմում, այլ բանակցությունների սեղանի շուրջ։ Ես տեսնում եմ ղեկավարներ, ովքեր ստորագրում են փաստաթղթեր, որոնք նրանք անվանում են խաղաղություն, բայց որոնք իրականում են հանձնում։ Ես տեսնում եմ ժողովուրդ, որը բողոքում է փողոցներում, բայց ով չի կարող փոխել ոչինչ, որովհետև որոշումները արդեն կայացված են։ Եվ ես տեսնում եմ, որ այս ամենը կտեղի ունենա ոչ թե 100 տարի հետո, այլ մեր երեխաների կյանքում։ Երբ փորձագետը կարդաց այս տողերը 1999 թվականին, նա մտածեց, որ սա պարզապես մռայլ ֆանտազիա է։ Բայց այսօր, երբ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին տարիներին, այդ խոսքերը հնչում են ոչ թե որպես ֆանտազիա, այլ որպես կանխատեսում։ Արդյոք Սիլվան իսկապես տեսավ ապագան, թե՞ նա պարզապես այնքան լավ հասկանում էր մարդկային բնույթը, քաղաքականության մեխանիզմները, որ կարողացավ կանխատեսել, թե ինչ կլինի։ Եվ հետո էին այդ 3 բացակայող էջերը։ Փորձագետը նկատեց, որ էջերի համարակալումը ցույց էր տալիս, որ բացակայում էին էջեր 7, 8, 9։ Ինչու հենց այդ էջերը։ Ինչ էր գրված դրանցում, որ դրանք պետք է հեռացվեին։ Փորձագետը փորձեց գտնել որևէ հետք, որևէ ակնարկ այլ էջերում, բայց Սիլվան գրել էր այնպես, որ յուրաքանչյուր էջ կարող էր կարդացվել անկախ։ Միակ բանը, որը նա գտավ, եղավ մի նախադասություն էջ 6-ում, որը ասում էր. Բայց ամենավտանգավորը չեն արտաքին թշնամիները, այլ ներքին դավաճանները, նրանց անունները ես գրել եմ հաջորդ էջերում։ Հաջորդ էջերը, էջեր 7, 8, 9 բացակայում էին։ Արդյոք այդ էջերում Սիլվան գրել էր կոնկրետ անուններ մարդկանց, ովքեր այսօր գտնվում են իշխանության մեջ։ Արդյոք դրա համար էր, որ այդ էջերը հեռացվեցին։ Եվ ով հեռացրեց դրանք, մեկը, ով ուզում էր պաշտպանել իր անունը, թե՞ մեկը, ով ուզում էր պաշտպանել ուրիշների անունները։ Այսօր, երբ մենք նայում ենք Սիլվա Կապուտիկյանի կյանքին, նրա վերջին խոսքերին, մենք չենք կարող չհարցնել, արդյոք նա իսկապես տեսավ ինչ-որ բան, ինչ մենք չէինք տեսնում։ Արդյոք նրա անեծքը, ինչպես որոշները անվանում են նրա վերջին զգուշացումները, իսկապես սփվեց։ Եվ եթե այդպես է, ապա ինչ կարող ենք մենք անել այսօր, կանխելու համար, որ այդ անեծքը շարունակի իր ազդեցությունը մեր երեխաների սերնդի վրա։ Սիլվան ասաց, որ ամենավատը չէ մեռնելը, այլ մեռնելն է, իմանալով, որ քո ժողովուրդը մոռացել է, թե ինչու է ապրում։ Արդյոք մենք մոռացել ենք։ Արդյոք մենք դեռ հիշում ենք, թե ովքեր ենք մենք, որտեղից ենք եկել, ինչու ենք այստեղ։ Թե Սիլվայի վախերը արդեն իրականացել են, մենք պարզապես չենք ուզում ընդունել դա։ Երանի մատենադարանի ստորգետնյա պահոցներում, որտեղ օդի խոնավությունը հսկվում է ավտոմատ համակարգերով, որտեղ մուտքը թույլատրվում է միայն 3 մարդու, պահվում է մի արխիվ, որի գոյության մասին պաշտոնապես երբեք չի խոսվել։ Այս արխիվը, որը կոչվում է հատուկ հավաքածու համար 341, պարունակում է փաստաթղթեր, որոնք վերաբերում են այն մարդկանց, ովքեր համարվում էին պետական անվտանգության համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող անձինք։ Սիլվա Կապուտիկյանի անձնական գործը այդ հավաքածուում զբաղեցնում է ամբողջ 2 դարակ, ավելի քան 1200 փաստաթուղթ, որոնցից յուրաքանչյուրը կրում է կարմիր կնիկ, խիստ գաղտնի։ Ոչնչացման ենթակա չէ։ 1999 թվականի դեկտեմբերի 21-ին, ընդամենը 1 օր նախքան Սիլվայի թաղումը, այս արխիվ մտավ մի մարդ, ով ներկայացրեց հատուկ թույլտվություն, ստորագրված 3 անձի կողմից, որոնց անունները այսօր դեռ դասակարգված են։ Այդ մարդը անցկացրեց 8 ժամ արխիվում, երբ նա հեռացավ, պահապանները նկատեցին, որ Սիլվայի գործից բացակայում էին ճիշտ 37 փաստաթուղթ։ Ով էր այդ մարդը, ով ուներ այնպիսի լիազորություններ, որ կարող էր հեռացնել փաստաթղթեր այդպիսի պաշտպանված արխիվից։ Ինչ էր պարունակվում այդ 37 փաստաթղթերում, որ դրանք պետք է անհետանային հենց այն օրը, երբ ամբողջ երկիրը զգում էր իր ազգային խորհրդանիշի կորուստը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ փաստաթղթերը կապ ունեին այն 3 բացակայող էջերի հետ Սիլվայի կարմիր փաթեթից։
Մատենադարանի ներկայիս տնօրենը, ով պաշտոնավարում է 1998 թվականից, հիշում է, որ երբ նա առաջին անգամ իմացավ այդ պատմության մասին, նա փորձեց գտնել այդ օրվա մուտքի գրանցամատյանը, բայց այդ էջը պատռված էր մաքուր։ Ճշգրիտ կտրվածքով, կարծես մեկը գիտեր ճիշտ, թե ինչ է անում։ Բայց կար մեկը, ով տեսավ այդ մարդուն այդ օրը, այդ վկան այսօր համաձայնվեց խոսել առաջին անգամ 35 տարի լռելուց հետո։ Նա աշխատում էր որպես մաքրուհի մատենադարանում, պատահաբար էր ստորգետնյա հարկում, երբ այդ մարդը մտավ արխիվ։ Ես հիշում եմ նրան շատ լավ, ասում է նա, նրա ձայնը դեռս դողում է հիշողությունից։ Նա կրում էր սպաչկոն, ուներ մուգ ակնոցներ, թե ներսում լույսը խիստ մթին էր, նրա ձեռքերը, ես երբեք չեմ մոռանա նրա ձեռքերը, դրանք ունեին սպի ձեռնոցներ, կարծես նա վախենում էր թողնել մատնահետքեր։ Նա հիշում է, որ երբ այդ մարդը դուրս եկավ արխիվից, նա կրում էր մի թավ պայուսակ, որը նախկինում չուներ, այդ պայուսակը թվում էր ծանր, շատ ծանր։ Ես տեսա, թե ինչպես նրա ուսը թեքվեց այդ պայուսակի ծանրությունից, շարունակում է նա։ Եվ ես մտածեցի, ինչ կարող է լինել այդ պայուսակում, որ այդքան ծանր է։ Թղթերը ծանր չեն, բայց եթե դրանք հարյուրավոր թղթեր են, ապա այո, դրանք կարող են ծանր լինել։ Նա հիշում է, որ երբ այդ մարդը անցնում էր նրա կողքով, նա զգաց մի հոտ, ծխախոտի ինչ-որ քիմիական նյութի խառնուրդ, կարծես այդ մարդը նոր էր եկել լաբորատորիայից։ Ինչու այդ հոտը։ Ինչ էր այդ քիմիական նյութը։ Եվ արդյոք այն կապ ուներ այն բանի հետ, ինչ պետք է արվեր այդ փաստաթղթերի հետ, թերս ոչնչացում, թերս քիմիական մշակում, որպեսզի դրանք դառնան անընթեռնելի։ Սիլվա Կապուտիկյանի վերջին ամիսների բժշկական պատմությունը պարունակում է մանրամասներ, որոնք երբեք չեն քննարկվել հրապարակայնորեն, դրա պատճառը պարզ է, այդ մանրամասները հարուցում են հարցեր, որոնց պատասխանները կարող են փոխել ամբողջ պատկերացումը նրա վերջին օրերի մասին։ 1999 թվականի սեպտեմբերից սկսած Սիլվան սկսեց ունենալ ախտանիշներ, որոնք նրա անձնական բժիշկը նկարագրեց որպես անսովոր անբացատրելի։ Նա սկսեց կորցնել քաշը, 7 կիլոգրամ 2 ամսում, ունեցավ շարունակական գլխացավեր, որոնք չէին անցնում ցավազրկիչներից, ամենախոշոր ախտանիշը, նրա ձեռքերը սկսեցին դողալ այնպիսի ուժգնությամբ, որ նա չէր կարող բռնել գրիչը։ Բժիշկը, ով այսօր խոսում է անանուն մնալու պայմանով, հիշում է, որ երբ նա առաջարկեց Սիլվային անցնել մանրակրկիտ հետազոտություններ, նա մերժեց կատեգորիկ, անվերապահ մերժում։ Ես հարցրի նրան, ինչու նա ինձ նայեց այնպիսի հայացքով, որը ես չեմ կարող մոռանալ, ասում է բժիշկը։ Նա ասաց, որովհետև ես գիտեմ, թե ինչ կգտնեք, ես չեմ ուզում, որ այդ տեղեկությունը լինի որևէ մեկի ձեռքում։ Ինչ նկատի ուներ նա այդ խոսքերով։ Արդյոք նա վախենում էր, որ բժշկական հետազոտությունները կբացահայտեն ինչ-որ բան, որը կարող էր օգտագործվել նրա դեմ։ Թե նա արդեն գիտեր, որ իր մարմնում կա ինչ-որ բան, որը չպետք է լիներ այնտեղ։ 1999 թվականի նոյեմբերի սկզբին Սիլվայի վիճակը կտրուկ վատացավ։ Նա սկսեց ունենալ գիշերային քրտնարտադրություններ, այնպիսի ուժգին, որ առավոտյան նրա անկողինը լիովին թրջված էր, նա սկսեց տեսնել մարդկանց, ովքեր այնտեղ չէին։ Նրա դուստրը հիշում է մի գիշեր, երբ նա արթնացավ, մոր աղաղակից վազեց նրա սենյակ։ Սիլվան նստած էր անկողնում, ցույց էր տալիս անկյունը աղաղակում էր։ Նրանք այստեղ են։ Նրանք եկել են ինձ համար։ Երբ դուստրը հարցրեց, ով է այստեղ, Սիլվան ասաց. Նրանք, ովքեր ուզում են, որ ես լռեմ։ Բայց ես չեմ լռի։ Ես չեմ լռի, նույնիսկ եթե նրանք տանեն ինձ։ Բժիշկը, երբ լսեց այս ախտանիշների մասին, անմիջապես կասկածեցավ թունավորման մեջ, առաջարկեց արյան հատուկ վերլուծություն, որը կարող էր հայտնաբերել թույնի հետքեր։ Բայց Սիլվան կրկին մերժեց։ Նա ինձ ասաց, եթե դուք գտնեք ինչ-որ բան, դուք կկարողանաք փրկել ինձ, հիշում է բժիշկը։ Ես ասացի, կախված է նրանից, թե ինչ կգտնենք։ Եվ նա ասաց, ապա ինչու պետք է ես իմանամ։ Ավելի լավ է մեռնել չգիտենալով, քան ապրել գիտենալով, որ ինչ-որ մեկը քեզ սպանում է դանդաղ, դու ոչինչ չես կարող անել դրա դեմ։
Այդ խոսքերը ցույց են տալիս, որ Սիլվան ոչ միայն կասկածում էր, որ ինչ-որ մեկը փորձում է վնասել իրեն, այլ ընդունել էր այդ իրականությունը, որպես անխուսափելի, որպես գին, որը նա պետք է վճարեր իր ճշմարտախոսության համար։ Բայց ամենախորհրդավորը եղավ այն, ինչ հայտնաբերվեց Սիլվայի մարմնի վրա, երբ նրան պատրաստում էին թաղման համար։ Թաղման ծառայության աշխատակիցը, ով այսօր 19 տարեկան է ապրում է հեռավոր գյուղում, հիշում է մի մանրամասն, որը նրան անհանգստացրեց այն ժամանակ, որը դեռս անհանգստացնում է նրան այսօր։ Երբ մենք լվացնում էինք նրա մարմինը, ես նկատեցի մի փոքրիկ կետ նրա ձախ ուսի վրա, ասում է նա։ Այն նման էր ներարկման հետքի, բայց շատ փոքր, գրեթե անտեսանելի։ Ես ցույց տվեցի այն իմ ավագ գործընկերուհուն, նա ինձ ասաց՝ լրիվ մի խոսիր այդ մասին ոչ ոքի հետ։ Նա հիշում է, որ երբ նրանք շարունակեցին լվացնել մարմինը, նրանք գտան երկու նման կետ, մեկը վզի հետի մասում, մյուսը աջ ազդրի ներսի մասում։ Այդ վայրերը բոլորը այնպիսի տեղեր էին, որտեղ ներարկումը կարող էր արվել առանց որևէ մեկի նկատելու, շարունակում է նա։ Եվ ես մտածեցի, ինչու՞։ Սիլվա Կապուտիկյանը, ով ըստ պաշտոնական տեղեկությունների մահացել էր սրտի կաթվածից, ուներ այդ ներարկումների հետքերը իր մարմնի վրա։ Երբ նա փորձեց հարցնել այդ մասին, նրան ասացին, որ դրանք հավանաբար բժշկական ներարկումներ էին, որոնք արվել էին նրա վերջին օրերին։ Բայց բժիշկը, ով խնամում էր Սիլվային, ասում է, որ նա երբեք չի արել ներարկումներ այդ վայրերում։ Ես միշտ արել եմ ներարկումներ նրա բազկի մեջ, երբ դա անհրաժեշտ էր, ասում է նա։ Ես երբեք չեմ արել ներարկում ուսում, վզում կամ ազդրում։ Դա ոչ ստանդարտ է։ Ապա ով արեց այդ ներարկումները։ Երբ արվեցին դրանք։ Եվ ամենակարևորը, ինչ էր ներարկվել այդ ներարկումներով։ 1999 թվականի դեկտեմբերի 19, Սիլվայի մահվան օրը, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը երբեք չի հրապարակվել պաշտոնապես, բայց որի մասին գիտեն մի քանի մարդիկ, ովքեր այդ օրը էին Սիլվայի տանը։ Առավոտյան ժամը 9 սահմաններում Սիլվայի տուն եկավ մի մարդ, ով ներկայացավ որպես բժշկական օգնության աշխատակից, ասաց, որ եկել է ստուգելու Սիլվայի վիճակը։ Սիլվայի դուստրը, ով բացեց դուռը, զարմացավ, որովհետև նրանք չէին կանչել որևէ բժշկական օգնություն այդ առավոտ։ Բայց այդ մարդը ցույց տվեց մի փաստաթուղթ, որը թվում էր պաշտոնական, ասաց, որ նա ուղարկված է Սիլվայի անձնական բժշկի կողմից։ Դուստրը թույլ տվեց նրան մտնել, այդ մարդը գնաց Սիլվայի սենյակ, որտեղ նա անցկացրեց մոտավորապես 15 րոպե։ Երբ նա դուրս եկավ, նա ասաց, որ Սիլվայի վիճակը կայուն է, որ նա կվերադառնա երեկոյան, կրկին ստուգելու։ Բայց նա երբեք չվերադարձավ։ Երբ դուստրը հետո զանգահարեց Սիլվայի անձնական բժշկին հարցրեց այդ այցի մասին, բժիշկը ասաց, որ նա երբեք չի ուղարկել որևէ մեկին։ Ես անմիջապես վախեցա, հիշում է դուստրը։ Ես վազեցի մոր սենյակ, տեսա, որ նա նստած է իր աթոռին, նայում է պատուհանից։ Ես հարցրի, արդյոք այդ մարդը արեց ինչ-որ բան նրան, նա ասաց, նա պարզապես ստուգեց իմ ճնշումը սիրտը։ Բայց ես նկատեցի, որ մոր ձախ ուսի վրա կար մի փոքրիկ կարմիր կետ, կարծես նա նոր էր ստացել ներարկում։ Երբ դուստրը հարցրեց այդ մասին, Սիլվան ասաց, որ այդ մարդը տվեց նրան վիտամինի ներարկում։ Բայց ինչու։ Վիտամինի ներարկում ուսում, ինչու։ Առանց նախապես տեղեկացնելու։ 6 ժամ անց Սիլվա Կապուտիկյանը մահացավ։ Երբ Սիլվայի դուստրը փորձեց գտնել այդ բժշկական օգնության աշխատակցին, նա հայտնաբերեց, որ այդպիսի ծառայություն չկա այն հասցեում, որը նշված էր այդ մարդու ցույց տված փաստաթղթում։ Նա գնաց ոստիկանություն, հայտնեց այդ տարօրինակ այցի մասին, բայց ոստիկանությունը ասաց, որ քանի որ Սիլվայի մահը պաշտոնապես գրանցված է որպես բնական, սրտի կաթված, նրանք չեն կարող սկսել քննություն հիմնվելով միայն կասկածների վրա։ Նրանք ինձ ասացին, եթե ես ուզում եմ, կարող եմ պահանջել դատաբժշկական փորձաքննություն, բայց դա նշանակում է, որ մոր մարմինը պետք է բացվի, հետազոտվի, հիշում է դուստրը։ Ես չէի կարող անել դա նրան։ Ես չէի կարող թույլ տալ, որ նրա մարմինը ենթարկվի այդպիսի վերաբերմունքի։ Այնպես որ ես ընդունեցի պաշտոնական տարբերակը, փորձեցի ապրել այդ կասկածների հետ։ Բայց այդ կասկածները երբեք չթողեցին նրան։
Տարիներ անց, երբ նա սկսեց ուսումնասիրել մոր վերջին ամիսները, նա հայտնաբերեց ավելի շատ տարօրինակ մանրամասներ, որոնք ուժեղացրին նրա կասկածները։ Նա գտավ մի նամակ, որը Սիլվան գրել էր մի հին ընկերուհուն մահից 2 շաբաթ առաջ, այդ նամակում Սիլվան գրել էր. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, խնդրում եմ, մի հավատա, որ դա պատահական էր։ Կան մարդիկ, ովքեր ուզում են, որ ես լռեմ, նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի ապահովեն այդ լռությունը»։ Ո՞վ էին այդ մարդիկը։ Ինչու էին նրանք այդքան վախենում Սիլվայի ձայնից։ Եվ արդյոք նրանք իսկապես արեցին այն, ինչ Սիլվան վախենում էր, որ նրանք կանեն։ Սիլվա Կապուտիկյանի անձնական արխիվը, որը այսօր պահվում է Հայաստանի ազգային արխիվում, պարունակում է փաստաթղթեր, որոնք երբեք չեն ցուցադրվել հանրությանը։ Դրա պատճառը, ըստ արխիվի տնօրենի, այն է, որ այդ փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ, որոնք կարող են վնասել կենդանի մարդկանց հեղինակությանը։ Բայց ինչպիսի՞ տեղեկություններ են դրանք։ Ինչու են դրանք դեռս համարվում զգայուն 35 տարի անց Սիլվայի մահից։ Մի հետազոտող, ով ստացել է հատուկ թույլտվություն ուսումնասիրելու այդ փաստաթղթերը, հայտնաբերեց մի բան, որը նրան ցնցեց։ Արխիվում կա մի թղթապանակ, որը պիտակավորված էր գաղտնի հաղորդակցություններ 1988-ից մինչ 1999։ Այդ թղթապանակը պարունակում է նամակների պատճեններ, որոնք Սիլվան ստացել է տարբեր մարդկանցից, այդ նամակներից շատերը պարունակում են սպառնալիքներ, բացահայտ, մանրամասն սպառնալիքներ։ Մի նամակում, ուղարկված 1999 թվականի հոկտեմբերին, գրված է. «Դուք խոսում եք չափից ավելի շատ, դա վտանգավոր է ոչ միայն ձեզ համար, այլ ձեր ընտանիքի համար։ Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ դադարեցնել ձեր հանրային ելույթները, կենտրոնանալ ձեր գրական աշխատանքի վրա»։ Սա վերջին զգուշացումն է։ Նամակը ստորագրված չէ, բայց ուղարկվել է Երանից, փոստային կնիքը ցույց է տալիս, որ այն ուղարկվել է կենտրոնական փոստից, որը գտնվում է կառավարական շենքերի մոտ։ Ով ուղարկեց այդ նամակը։ Արդյոք դա պաշտոնական զգուշացում էր, թե՞ անհատական սպառնալիք։ Եվ ինչու Սիլվան պահպանեց այդ նամակը, փոխանակ ոչնչացնելու այն։ Արխիվում կա մի փաստաթուղթ, որը կոչվում է ցուցակ անձանց, ովքեր ներկայացնում են սպառնալիք ազգային անվտանգությանը։ Այդ ցուցակը կազմվել է 1999 թվականի սեպտեմբերին, Սիլվա Կապուտիկյանի անունը այնտեղ է, համարով 15, ընդհանուր 57 անունից։ Յուրաքանչյուր անվան կողքին կա կարճ նկարագրություն, որը բացատրում է, թե ինչու է այդ անձը համարվում սպառնալիք։ Սիլվայի դեպքում նկարագրությունը հետևյալն է. օգտագործում է իր հեղինակությունը, տարածելու տեղեկություններ, որոնք կարող են անկայունացնել քաղաքական իրավիճակը։ Ունի լայն կապեր արտասահմանյան կազմակերպությունների հետ։ Պահպանում է փաստաթղթեր, որոնք պարունակում են զգայուն տեղեկություններ պետական գործիչների մասին։ Այդ վերջին նախադասությունը հատկապես հետաքրքիր է։ Ինչպիսի՞ փաստաթղթեր էր պահպանում Սիլվան։ Որ պետական գործիչների մասին էին այդ տեղեկությունները։ Եվ արդյոք այդ փաստաթղթերը նույնն են, որ գտնվում էին այդ կարմիր փաթեթում, որից 3 էջ բացակայում են։ Հետազոտողը, ով ուսումնասիրեց այդ ցուցակը, նկատեց մի այլ հետաքրքիր մանրամասն։ 57 անունից, որոնք կային այդ ցուցակում, 11-ը մահացան հաջորդ 6 ամսվա ընթացքում։ 11 մարդ 6 ամսում։ Դա անսովոր բարձր թիվ է, նույնիսկ հաշվի առնելով այն ժամանակաշրջանի անկայունությունը։ Արդյոք սա պարզապես համընկնում էր, թե այդ ցուցակը իրականում էր մի այլ բանի ցուցակ, ոչ թե սպառնալիքների, այլ թիրախների։ Բայց ամենախորհրդավորը եղավ այն, ինչ հետազոտողը գտավ արխիվի ամենավերջին թղթապանակում։ Այդ թղթապանակը պիտակավորված էր հատուկ գործողություններ, այն պարունակում էր փաստաթղթեր, որոնք նկարագրում էին հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվել են ազգային անվտանգության շահերից ելնելով։ Մի փաստաթուղթ, թվագրված 1999 թվականի դեկտեմբերի 18, նկարագրում էր գործողություն, որը պլանավորված է իրականացնել դեկտեմբերի 19։ Փաստաթղթում չկա անուն, բայց կա կոդային անվանում՝ գործողություն լռություն։
Նկարագրությունը հետևյալն է. թիրախը պետք է մեկուսացվի, չեզոքացվի, օգտագործելով բժշկական միջամտություն, որը չի թողնի հետքեր։ Գործողությունը պետք է իրականացվի առավոտյան ժամերին, երբ թիրախը միայնակ է տանը։ Գործողությունը պետք է թվա բնական մահ։ Հետազոտողը, երբ կարդաց այդ փաստաթուղթը, զգաց, որ իր արյունը սառեց։ Դեկտեմբերի 19, Սիլվա Կապուտիկյանի մահվան օրը։ Առավոտյան ժամերին, երբ այդ անծանոթ բժշկական օգնության աշխատակիցը այցելեց նրան։ Բժշկական միջամտություն, որը չի թողնի հետքեր, ներարկում, որը կարող էր պարունակել նյութ, որը առաջացնում է սրտի կաթված, որը արագ քայքայվում է մարմնում, չթողնելով որևէ հետք։ Արդյոք այս փաստաթուղթը ապացույց է, որ Սիլվա Կապուտիկյանը չմահացավ բնական մահով, այլ նպատակաուղղված կերպով չեզոքացվեց, որովհետև նա գիտեր չափից ավելի շատ խոսում էր չափից ավելի բարձր։ Հետազոտողը փորձեց հրապարակել այդ փաստաթուղթը, բայց նրան ասացին, որ այն դեռևս դասակարգված է, չի կարող հրապարակվել առանց հատուկ թույլտվության։ Նա դիմեց դատարան, պահանջելով, որ փաստաթուղթը դեդասակարգվի, բայց դատարանը մերժեց նրա պահանջը, պատճառաբանելով, որ փաստաթղթի հրապարակումը կարող է վնասել ազգային անվտանգությանը։ Բայց ինչպես կարող է 35 տարի հին փաստաթուղթը վնասել ազգային անվտանգությանը այսօր։ Միակ բացատրությունը այն է, որ այդ փաստաթղթում նշված մարդիկը, ովքեր պլանավորեցին իրականացրեցին գործողություն լռություն, դեռևս կենդանի են, դեռևս ունեն իշխանություն, նրանք չեն ուզում, որ ճշմարտությունը հրապարակվի։ Ո՞վ են այդ մարդիկը։ Որտեղ են նրանք այսօր։ Եվ քանի այլ գործողություններ են նրանք իրականացրել տարիների ընթացքում, լրացնելու այն մարդկանց, ովքեր համարձակվել են խոսել ճշմարտությունը։ Սիլվա Կապուտիկյանը միայն մեկն էր այդ 11 մարդկանցից, ովքեր մահացան 6 ամսում։ Ինչ պատահեց մյուս 10-ին։ Արդյոք նրանք բոլորը մահացան բնական մահով, թե՞ նրանք նույնպես եղան գործողություն լռություն զոհերը։ Այսօր, երբ մենք նայում ենք Սիլվա Կապուտիկյանի վերջին օրերին, մենք տեսնում ենք մի պատկեր, որը շատ ավելի մութ է, քան այն, ինչ մեզ ասացին պաշտոնապես։ Մենք տեսնում ենք մի կին, ով գիտեր, որ նրա կյանքը վտանգի մեջ է, բայց ով ընտրեց շարունակել խոսել, որովհետև նա հավատում էր, որ ճշմարտությունը ավելի կարևոր է, քան անվտանգությունը։ Մենք տեսնում ենք մի կին, ով թողեց մեզ զգուշացումներ, գրված նրա վերջին բանաստեղծություններում, նրա վերջին ելույթներում, նրա վերջին նամակներում։ Եվ մենք տեսնում ենք մի կին, ով հավանաբար վճարեց վերջնական գինը այդ ճշմարտախոսության համար։ Բայց նրա պատմությունը չավարտվեց նրա մահով։ Նրա խոսքերը շարունակում են ապրել, շարունակում են հնչել, շարունակում են մեզ հիշեցնել, որ լռությունը երբեմն ավելի վտանգավոր է, քան ցանկացած սպառնալիք։ Արդյոք մենք կլսենք այդ զգուշացումները այսօր, թե՞ մենք կրկնելու ենք այն սխալները, որոնք արվեցին 35 տարի առաջ։ Արդյոք մենք կպաշտպանենք այն մարդկանց, ովքեր այսօր համարձակվում են խոսել ճշմարտությունը, թե՞ մենք կթույլ տանք, որ նրանք նույնպես դառնան գործողություն լռություն զոհերը։ Սիլվա Կապուտիկյանը մեզ թողեց մի կտակ, ոչ թե իր բանաստեղծություններում, այլ իր կյանքում, իր ընտրություններում, իր զոհողության մեջ։ Եվ այդ կտակը պարզ է. երբեք մի լռեք, երբեք մի վախեցեք, երբեք մի մոռացեք, թե ով եք դուք, ինչու եք դուք այստեղ։ Երբ Սիլվա Կապուտիկյանի անձնական գրասեղանի գաղտնի դարակը բացվեց 1999 թվականի դեկտեմբերի 20-ին, արխիվի պահապանները գտան ոչ միայն այն կարմիր փաթեթը 12 էջերով, այլ մի փոքրիկ ձայնագրող սարք, 5 կասետային ձայնագրիչ, որի մեջ դեռ մնացած էր մի կասետ։ Այդ կասետի վրա, Սիլվայի ձեռագրով, գրված էր. Իմ վերջին խոստովանությունը։ Լսել միայն այն դեպքում, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի։ Պահապանները դողացող ձեռքերով տեղադրեցին կասետը ձայնագրիչում, սեղմեցին նվագարկման կոճակը։ Սիլվայի ձայնը լցվեց սենյակը, հոգնած, բայց հստակ, կարծես նա խոսում էր ուղղակիորեն նրանց հետ այդ պահին։ Եթե դուք լսում եք սա, նշանակում է, ես արդեն չկամ, սկսեց նա։ Եվ եթե ես չկամ, ապա դա նշանակում է, որ նրանք, ում մասին ես խոսեցի իմ գրություններում, ստացան այն, ինչ ուզում էին։
Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, նույնիսկ այն մասերը, որոնք ես չկարողացա գրել թղթի վրա, որովհետև դրանք չափազանց վտանգավոր էին։ Հաջորդ 45 րոպեների ընթացքում Սիլվան պատմեց մի պատմություն, որը փոխեց ամեն ինչ, ինչ մարդիկ կարծում էին, որ գիտեն նրա մասին։ Նա պատմեց հանդիպումների մասին, որոնք տեղի ունեցան խորը գիշերներին, երբ մարդիկ գալիս էին նրա տուն, բերելով փաստաթղթեր, լուսանկարներ, ձայնագրություններ, ապացույցներ այն մասին, թե ինչպես են որոշ մարդիկ, ովքեր հանրությանը ներկայանում էին որպես ազգային հերոսներ, իրականում դավաճանում ազգին, գաղտնի գործարքների, օտարերկրյա հաշիվների, գաղտնի համաձայնագրերի միջոցով։ Նա պատմեց, թե ինչպես է նա հավաքել այս բոլոր ապացույցները մեկ տեղ, թե ինչպես է նա պլանավորել հրապարակել դրանք ճիշտ ժամանակին, թե ինչպես են այդ մարդիկը իմացել նրա պլանների մասին։ Նրանք ուղարկեցին ինձ մարդկանց, առաջարկելով փող, սպառնալիքներ, խոստումներ, ասաց Սիլվան։ Բայց ես մերժեցի բոլորը։ Եվ հիմա ես գիտեմ, որ նրանք կգան ինձ համար։ Ոչ թե հարցերով, այլ լուծումներով։ Ո՞վ էին այդ մարդիկը, որոնց մասին Սիլվան խոսում էր այդ ձայնագրության մեջ։ Ինչու այդ ձայնագրությունը երբեք չի հրապարակվել պաշտոնապես։ Եվ ամենակարևորը, որտեղ են այն ապացույցները, որոնք Սիլվան ասաց, որ հավաքել է։ Արդյոք դրանք եղան այն 3 բացակայող էջերը, որոնք հեռացվեցին կարմիր փաթեթից, թե՞ կային ավելի շատ փաստաթղթեր, որոնք երբեք չգտնվեցին։ Ձայնագրության վերջում Սիլվան ասաց մի բան, որը ստիպեց պահապաններին սառչել իրենց տեղերում։ Ես գիտեմ, որ երբ դուք լսեք սա, կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն ասել, որ ես խելագարված էի, որ ես պարանոիկ էի, որ իմ վերջին ամիսները ես կորցրել էի իմ միտքը, ասաց նա։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, ես երբեք չեմ եղել ավելի պարզ մտքով, քան այդ վերջին ամիսներին։ Ես տեսա ճշմարտությունը, ճշմարտությունը սարսափելի էր։ Բայց ճշմարտությունը պետք է ասվի, նույնիսկ եթե այն արժե ինձ իմ կյանքը։ Հետո նա դադարեց, կարելի էր լսել, թե ինչպես է նա խորը շնչում, կարծես պատրաստվում էր ասել ինչ-որ բան, որը շատ դժվար էր ասել։ Եթե դուք ուզում եք իմանալ ճշմարտությունը, փնտրեք մարդուն, ով ինձ դավաճանեց, ասաց նա։ Նա չէր օտարը։ Նա էր մեկը, ում ես վստահում էի, մեկը, ում ես համարում էի ընկեր։ Նրա անունը ես չեմ ասի այստեղ, որովհետև ես ուզում եմ, որ դուք ինքներդ գտնեք նրան։ Բայց ես կթողնեմ ձեզ մի ակնարկ, նա այն մարդն է, ով ամենաշատն է խոսում ազգասիրության մասին, բայց ով գաղտնի կերպով վաճառում է այն, ինչ մեզ ամենաթանկն է։ Ձայնագրությունը ավարտվեց այդ խոսքերով, պահապանները մնացին նստած լռության մեջ, փորձելով հասկանալ, թե ինչ էին նոր լսել։ Ո՞վ էր այդ դավաճանը, ում մասին Սիլվան խոսում էր։ Արդյոք նա դեռ ապրում է, դեռ աշխատում է, դեռ ունի իշխանություն։ Եվ եթե այդպես է, ապա ինչքան այլ գաղտնիքներ է նա պահում, ինչքան այլ դավաճանություններ է նա կատարել այն ժամանակից ի վեր։ 1999 թվականի դեկտեմբերի 22-ին, Սիլվայի թաղման օրը, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շատ քչերը նկատեցին, բայց որը կարող է լինել բանալին ամբողջ խորհրդի բացահայտման համար։ Երբ Սիլվայի դագաղը իջեցվում էր գերեզման, մի մարդ, ով կանգնած էր ամբոխի հետում, հանեց իր գրպանից մի փոքրիկ տուփ, նետեց այն գերեզմանը, հենց նախքան հողը սկսեց ծածկել դագաղը։ Այդ տուփը, որը ոչ ոք չնկատեց այդ պահին, պարունակում էր մի բան, որը կարող էր փոխել ամբողջ պատմությունը։ Տարիներ անց, երբ Սիլվայի գերեզմանը բացվեց, տեխնիկական պատճառներով աշխատողները գտան այդ տուփը։ Ներսում կար մի փոքրիկ բանալի մի թղթի կտոր, որի վրա գրված էր. Բանալին դեպի ճշմարտությունը։ Տուն համար 35, Աբովյան փողոց, Ստորգետնյա պահոց։ Աշխատողները տվեցին այդ տուփը ոստիկանությանը, ոստիկանությունը գնաց այդ հասցե։ Տունը, որը նշված էր, եղավ հին շենք, որը այդ ժամանակ արդեն դատարկ էր, սպասում էր քանդման։ Ստորգետնյա հարկում նրանք գտան մի փոքրիկ պահոց, որը փակ էր ամուր կողպեքով։ Բանալին, որը գտնվել էր Սիլվայի գերեզմանում, բացեց այդ կողպեքը։ Ներսում կային 3 մեծ արկղ, լի փաստաթղթերով, լուսանկարներով, ձայնագրություններով, ապացույցներ, որոնք Սիլվան հավաքել էր տարիների ընթացքում։
Այդ ապացույցները վերաբերում էին 17 մարդկանց, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, նույնիսկ մի քանի մշակութային գործիչներ։ Յուրաքանչյուր մարդու համար կար առանձին թղթապանակ, որը պարունակում էր մանրամասն տեղեկություններ նրանց գաղտնի գործարքների, օտարերկրյա հաշիվների, գաղտնի հանդիպումների մասին։ Ով էր այն մարդը, ով նետեց այդ տուփը Սիլվայի գերեզմանը։ Ինչպես էր նա իմանում այդ ստորգետնյա պահոցի մասին։ Եվ ամենակարևորը, ինչու նա սպասեց այդքան տարիներ, բացահայտելու այդ գաղտնիքը։ Երբ ոստիկանությունը սկսեց ուսումնասիրել այդ փաստաթղթերը, նրանք հայտնաբերեցին մի բան, որը նրանց ցնցեց։ 17 մարդկանցից, որոնց մասին տեղեկություններ կային այդ արկղերում, 12-ը դեռ կենդանի էին, զբաղեցնում էին բարձր պաշտոններ կառավարությունում, բիզնեսում, հասարակական կյանքում։ Փաստաթղթերը ցույց էին տալիս, որ այդ մարդիկը տարիներ շարունակ օգտագործել էին իրենց դիրքերը անձնական հարստացման, օտարերկրյա շահերի ծառայության, նույնիսկ ազգային շահերի դավաճանության համար։ Մի փաստաթուղթ, որը թվագրված էր 1999 թվականի նոյեմբերով, նկարագրում էր մի գաղտնի հանդիպում, որտեղ 3 բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում էին, թե ինչպես լուծել Սիլվա Կապուտիկյանի խնդիրը։ Այդ փաստաթղթում, որը թվում էր հանդիպման արձանագրություն, մեկը ասում էր. նա գիտի չափից ավելի շատ։ Եթե նա հրապարակի այն, ինչ գիտի, մենք բոլորս ավարտված ենք։ Մեկ այլ ձայն պատասխանում էր. ապա մենք պետք է ապահովենք, որ նա երբեք չհրապարակի դա։ Երրորդ ձայնը, որը թվում էր ավագը, ասում էր. կան ուղիներ։ Բժշկական ուղիներ։ Ոչ ոք չի կասկածի։ Այդ փաստաթղթի ներքում, Սիլվայի ձեռագրով, գրված էր. այս արձանագրությունը ինձ տվեց մեկը, ով ներկա էր այդ հանդիպմանը, ով չէր համաձայն այդ որոշման հետ։ Նա խնդրեց ինձ չբացահայտել իր անունը, բայց նա ուզում էր, որ ես իմանամ, թե ինչ է պլանավորվում։ Ով էր այդ մարդը, ով զգուշացրեց Սիլվային։ Ինչու նա չկարողացավ կանխել այն, ինչ տեղի ունեցավ։ Եվ արդյոք նա դեռ ապրում է, դեռ կրում է այդ մեղավորության բեռը։ Ոստիկանությունը փորձեց սկսել քննություն, հիմնվելով այդ ապացույցների վրա, բայց նրանց ասացին, որ այդ փաստաթղթերը չեն կարող օգտագործվել որպես ապացույց, որովհետև դրանց ծագումը հաստատված չէ։ Բայց ինչպես կարող է ծագումը հաստատված չլինել, երբ դրանք գտնվել են մի պահոցում, որի բանալին թաղված էր Սիլվա Կապուտիկյանի հետ։ Ինչպես կարող է ծագումը հաստատված չլինել, երբ յուրաքանչյուր փաստաթուղթ կրում է Սիլվայի անձնական նշումները, նրա ստորագրությունը, նրա կնիքը։ Պատասխանը պարզ էր, այդ փաստաթղթերը չէին ուզում հրապարակել, որովհետև դրանք կբացահայտեին ճշմարտությունը այն մարդկանց մասին, ովքեր դեռ ունեին իշխանություն, դեռ կարող էին վնասել նրանց, ովքեր փորձեին բացահայտել այդ ճշմարտությունը։ Այնպես որ այդ արկղերը կրկին փակվեցին, կրկին թաքցվեցին, կրկին դարձան գաղտնիք, որը սպասում է իր ժամանակին, սպասում է այն օրվան, երբ ինչ-որ մեկը կունենա քաջությունը ուժը բացահայտելու այն։ Բայց Սիլվա Կապուտիկյանի պատմությունը ավելին է, քան պարզապես մի կնոջ պատմությունը, ով դավաճանվեց, ով, հավանաբար, սպանվեց իր ճշմարտախոսության համար։ Սա պատմություն է մի ազգի մասին, որը կորցրեց իր ամենաարժեքավոր ձայներից մեկը հենց այն պահին, երբ այդ ձայնը ամենաշատն էր անհրաժեշտ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են իշխանությունը վախը կարող լռեցնել նույնիսկ ամենաուժեղ ձայները։ Բայց սա նա պատմություն է հույսի մասին, որովհետև Սիլվան, նույնիսկ իմանալով, որ իր կյանքը վտանգի մեջ է, ընտրեց շարունակել խոսել, ընտրեց թողնել մեզ ապացույցներ, ընտրեց պայքարել մինչ վերջ։ Նրա վերջին խոսքերը, ասված մահից 1 ժամ առաջ, եղան ոչ թե հուսահատության աղաղակ, այլ մարտահրավեր մեզ, ովքեր ապրում ենք այսօր, որպեսզի մենք չմոռանանք, չլռենք, չվախենանք։ Այսօր, երբ Հայաստանը կրկին անցնում է դժվար ժամանակների միջով, երբ մարդիկ կրկին հարցնում են իրենց, ինչու են նրանք այստեղ, ինչու են նրանք պայքարում, ինչու են նրանք չեն հեռանում, Սիլվա Կապուտիկյանի խոսքերը հնչում են ավելի ուժեղ, քան երբևէ։ Նրա զգուշացումները, որոնք 35 տարի առաջ թվում էին մռայլ տեսություններ, այսօր թվում են կանխատեսումներ։ Նրա վախերը, որոնք այն ժամանակ մարդիկ մերժում էին որպես պարանոյա, այսօր իրականացել են։
Նրա անեծքը, եթե կարելի է այդպես անվանել նրա վերջին զգուշացումները, սփվել է ոչ թե որպես մոգական բան, այլ որպես բնական հետանք այն ընտրությունների, որոնք արվեցին այն ժամանակ, որոնք շարունակվում են արվել այսօր։ Երբ ազգը մոռանում է իր արժեքները, երբ ղեկավարները դավաճանում են իրենց ժողովրդին, երբ ճշմարտությունը փոխարինվում է ստով, ապա հետանքները անխուսափելի են։ Եվ այդ հետանքները մենք տեսնում ենք այսօր, կորցրած տարածքներում, հեռացած սերունդներում, կոտրված երազանքներում։ Բայց Սիլվան նա թողեց մեզ լույս, որը շարունակում է փայլել նույնիսկ ամենամութ գիշերներին։ Նրա բանաստեղծությունները, որոնք երգվում են դեռ դպրոցներում, հիշեցնում են մեզ, թե ինչ նշանակում է սիրել հայրենիքը։ Նրա ելույթները, որոնց ձայնագրությունները դեռ պահպանվում են, հիշեցնում են մեզ, թե ինչ նշանակում է պայքարել արդարության համար։ Նրա կյանքը, լի զոհողությամբ, քաջությամբ, հիշեցնում է մեզ, թե ինչ նշանակում է լինել ճշմարիտ հայ։ Եվ նրա մահը, որը հավանաբար չէր բնական, հիշեցնում է մեզ, թե որքան թանկ է ճշմարտությունը, որքան վտանգավոր են նրանք, ովքեր վախենում են այդ ճշմարտությունից։ 35 տարի անց Սիլվա Կապուտիկյանի մահից, մենք դեռ չունենք բոլոր պատասխանները։ Մենք դեռ չգիտենք, թե ով էր այն դավաճանը, ում մասին նա խոսեց իր վերջին ձայնագրության մեջ։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ էր գրված այն 3 բացակայող էջերում նրա կարմիր փաթեթից։ Մենք դեռ չգիտենք, թե ով էր այն մարդը, ով նետեց բանալին նրա գերեզմանը։ Բայց մենք գիտենք մի բան, Սիլվա Կապուտիկյանը մեռավ ոչ թե որպես պարտված, այլ որպես հաղթող։ Նա հաղթեց, որովհետև նրա ձայնը չլռեցավ նրա մահով։ Նա հաղթեց, որովհետև նրա ճշմարտությունը շարունակում է ապրել, շարունակում է տարածվել, շարունակում է ոգեշնչել նոր սերունդներին։ Նա հաղթեց, որովհետև նրանք, ովքեր փորձեցին լռեցնել նրան, չկարողացան լռեցնել այն, ինչ նա ներկայացնում էր, ազգի խիղճը, ճշմարտության ձայնը, հույսի լույսը։ Այսօր, երբ մենք նայում ենք Սիլվա Կապուտիկյանի դիմանկարին, մենք տեսնում ենք ոչ թե պարզապես բանաստեղծի դեմքը, այլ հայելի, որը ցույց է տալիս մեզ, թե ովքեր ենք մենք, ինչ ենք մենք կորցրել, ինչ պետք է մենք վերագտնենք։ Մենք տեսնում ենք կին, ով վճարեց վերջնական գինը իր համոզմունքների համար, բայց ով երբեք չզղջաց իր ընտրությունների համար։ Մենք տեսնում ենք ձայն, որը չլռեցավ նույնիսկ մահից հետո, որը շարունակում է հնչել յուրաքանչյուր անգամ, երբ մեկը կարդում է նրա բանաստեղծությունները, լսում է նրա ելույթները, հիշում է նրա զոհողությունը։ Եվ մենք տեսնում ենք մարտահրավեր մեզ, որպեսզի մենք շարունակենք այն պայքարը, որը նա սկսեց, որպեսզի մենք չթույլ տանք, որ նրա զոհողությունը լինի ընդունայն, որպեսզի մենք ապահովենք, որ նրա անեծքը, որը իրականում էր զգուշացում, չշարունակի իր ազդեցությունը հավիտյան։ Սիլվա Կապուտիկյանի վերջին անեծքը չէր անեծք ատելության մեջ, այլ զգուշացում սիրուց։ Նա սիրում էր իր ժողովուրդին այնքան, որ չէր կարող լռել, երբ տեսնում էր, թե ինչպես է այդ ժողովուրդը դավաճանվում։ Նա սիրում էր իր երկիրը այնքան, որ պատրաստ էր զոհել իր կյանքը, պաշտպանելու այդ երկրի ապագան։ Նա սիրում էր ճշմարտությունը այնքան, որ ընտրեց մեռնել, խոսելով այդ ճշմարտությունը, քան ապրել լռելով։ Եվ այդ սերը, այդ զոհողությունը, այդ քաջությունը են այն, ինչ մենք պետք է հիշենք այսօր, երբ մենք կանգնած ենք մեր սեփական խաչմերուկում, երբ մենք պետք է ընտրենք մեր սեփական ճանապարհը, երբ մենք պետք է որոշենք, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում թողնել մեր երեխաներին։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետել եք այս ողբերգական պատմությանը մինչ վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք դուք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Սիլվա Կապուտիկյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։